Մի հատ նորից էլի Փայլակ ջան չհասկացա։ Եթե կաթողիկոսը միջև վերջ Նիկոլ Փաշինյանի այն հարցադրումը ունի զավակ թե ոչ, չպատասխանի, այդ հարցը շարունակելու է մնալ, թե իշխանությունը ինչ որ ձևով այնուամենայնիվ փորձելու է պարզել ի վերջո կա թե չկա, այսինքն հենց այդ միջամտությունը եւ հարցադրմանը պատասխան չի լինում, որտեղ մի քանի օր էլ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գրում է ունի թե Ես կարծում եմ, որ պետք է այնուամենայնիվ կոնկրետ, ոչ թե լավաշ նյութեր են, որ մարդ հոգնում է կարդա այդ նյութը, կոնկրետ ինչ որ պատասխան լինի, որ չընկնենք, չգիտեմ, այդանք Լեո փողոցի վրա ինչ որ ապտեկաներ գտնենք, ասենք էսում ապտեկանա օրինակ, դեղատունն է, հա, որ այդ դրա կարիքը չլինի։ Պետք է կոնկրետ դեղատուն։ Չգիտեմ ինչ, հա, չգիտեմ, ինչ որ պայմանական բան եմ ասում, պետք չի կենտրոնանալ, հա, թե պետք է կենտրոնանալ։ Ինչ են դեղատուն ասեցի։ Չգիտեմ, կարամ ասեմ, օրինակ, չգիտեմ, ուրիշ բան մթերայի հացի խանութ կա, թե չկա, բայց ինչ դուք ինչ մտածեցիք։ Ես հետո կասեմ։ Չէ, հիմա ասեք, երեստատիտողները ինչ որ բան մտածեցիք, ինչ մտածեցիք, հələ ասեք։ Չէ, մի րոպե, ինչ մտածեցիք։ Ձեզ հայտնի չէ հայտնի տեղեկությունները, որ հոգևորականներից մեկը ով դեղատուն։ Ով։ Դա էլ դուք բարձեք։ Ով էր գրում տարիներ առաջ, որում ձեր հետ ինչ որ առումներով նաև փոխկապակցված է։ Իմ հետ փոխկապակցված մամուլը որ գներ, ենթադրում եմ քրիշեմ, ով այնուամենայնիվ։ Գնացեք բացեք։ Ոչ, լրագրողը դուք եք գնացեք Էջմիածին։ Մի րոպե։ Էդ եմ ասում, Նարեկ ջան։ Գնացեք ստուգեք։ Այլ հարցեր կան։ Բայց իսկ եթե ասենք պատահական ոչ իմանա չի։